Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված հայ զբոսաշրջիկների գարնանային հանգիստը չեղարկվել է։ Նարինե Ասլանյանը, որ պետք է Աբու Դաբի մեկներ ընկերուհու հետ, նամակագրությամբ պատմեց իրենց փորձի մասին։ Ցանկանում էինք Աբու Դաբի մեկնել ապրիլի 4-ին Շակիրայի համերգին մասնակցելու համար։ Թռիչքը Երևանից Դուբայ էր նախատեսված, սակայն իմացանք, որ թե համերգը, թե թռիչքը չեղարկվել են։ Թռիչքը ապրիլի 2-ին էր նախատեսված։ Մարտի 16-ին տեղեկացրին, որ թռիչքը հետաձգվում է մինչև նոյեմբեր։ Այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ Շակիրայի համերգն էլ է հետաձգվելու։ Մոտ 10 օր հետո հայտարարեցին այդ մասին։ Չստացած ծառայությունների դիմաց վճարված գումարը հետ չեն պահանջել։ Քանի որ հետաձգվել են, որոշել ենք սպասել։ Հյուրանոցի ամրագրումն էլ 1 տարի ուժի մեջ է լինելու։ Նման դեպքերը քիչ չեն։ Սոցիալական ցանցերում, տուրիստական խմբերում այս մեկ ամսվա ընթացքում մարդիկ միմյանց տարբեր հարցեր են տալիս. ում թռիչքն է չեղարկվել, ով է կարողացել գումարը հետ ստանալ, եւ արդյոք այս կամ այն երկիր մեկնելը վտանգավոր չէ։ Ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները դեպի շարժա, մեզ պետք է տան վաուչեր։ Վաուչերը ես մենակ շարժա գնալու համար կարող եմ օգտագործել, թե կարող եմ ուրիշ ուղղություն ընտրել, օրինակ Եգիպտոս։ Եգիպտոս գնալն անվտանգ է, արժե ինչ վիճակի այնտեղ, այս պահին հանգստացողներ կան։ Կա մարդ, որ Աբու Դաբի եւ Դուբայի չեղարկված թռիչքների համար տուրիստականից գումարը հետ է ստացել։ Մեր թռիչքը ապրիլի 2-ին է, դեռ պաշտոնապես չեղարկված չէ, բայց տուրիստականը համոզում է, որ գումարը չի կարող վերադարձնել։ Տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը նշում է, դեպքերը բազմաթիվ են, երբ զբոսաշրջիկների, հիմնականում դեպի Պարսից ծոցի երկրներ թռիչքները չեղարկվել են։ Փոխհատուցման 2 տարբերակ կա։ Առաջինը զբոսաշրջիկին առաջարկվում է դեպոզիտ, այդ գումարը մինչև 1 տարի ժամկետով, կամ ավիաընկերությունը առաջարկում է գումարի ետ վերադարձ, բայց հիմնականում պետք է նշեմ, որ ավիաընկերությունները փորձում են ավելի շատ գնան այն տարբերակով, որ այդ գումարը մնա դեպոզիտ եւ դրա դիմաց տրամադրվում է զբոսաշրջիկին վաուչեր, հետագայում իր գումարը տնօրինելու համար։ Նշված գումարի սահմանում նրանք կարող են գնել նոր տոմս տվյալ ավիաընկերության կողմից իրականացվող ուղղություններով։ Տարբեր ավիաընկերություններ թռիչքների չեղարկման եւ դրանով պայմանավորված փոխհատուցման տարբեր քաղաքականություն ունեն։ Դեպք է եղել նաեւ, երբ զբոսաշրջիկները պետք է մեկնեին Մալդիվներ, ավիաընկերությունը չեղարկել էր թռիչքը, սակայն հյուրանոցը պահանջում էր, որ ամրագրման համար գումարը ամբողջությամբ վճարվի։ Մենք փորձում ենք նրան բացատրենք, որ կա ֆորս մաժոր, կա օբյեկտիվ պատճառ եւ ավիաընկերությունը ուղղակի չի իրականացել թռիչք։ Հասկանում ենք, որ Մալդիվներ մենք ուղիղ թռիչքներ չունենք, դա պետք է իրականանար Միացյալ Էմիրություններով եւ ավիաընկերությունն էլ Միացյալ Էմիրությունների ավիաընկերություն էր եւ նրանք ուղղակի մեկնաբանում են, որ քանի որ դա մեր ավիաընկերությունը չի, մենք պատասխանատվություն չենք կրում։ 20 օր բանակցությունից հետո որոշվել է, որ զբոսաշրջիկները գումարը կարող են չվճարել։ Գևորգյանը տեղեկացնում է, հյուրանոցներն էլ իրենց առանձին քաղաքականությունն ունեն։ Դեպքեր են եղել, երբ թռիչքը չի չեղարկվել, սակայն զբոսաշրջիկը անվտանգությունից ելնելով չի ցանկացել մեկնել տվյալ երկիր։ Կիպրոսում ունեինք նաև որոշակի հարվածներ եւ դրա մասին արդեն հասու էր դարձել այդ ինֆորմացիան մեր զբոսաշրջիկը հրաժարվեց։ Մենք փորձեցինք հնարավոր քիչ ռիսկերով, հնարավոր քիչ տուգանքներով գումարը ետ վերադարձնել զբոսաշրջիկին, բայց որոշակի տուգանք բնականաբար պահվեց։ Տուրիստական ընկերության տնօրենի համոզմամբ Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները համարվում է ավանդական ուղղություն եւ ներկա իրավիճակը լուրջ վնաս է արտագնաց զբոսաշրջության համար։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։